Միթե նա, որ ամենահզոր ստրատեգն էր ու մեծագույն կախարդներից մեկը, պատահման բեր Հագրիդին ասել, որ Փոթերին տանի Գրինգոտսների բանկ, երբ վերցնում էր վերակենդանացնող քարը, Դամբլդորն ինչ գիտեր, որ Հարին մահվան սահմանագծում կարող է ընտրություն կատարել, մնալ գնալու միջև, թե նա էր դա թույլ տալիս։ Ինչպես եղավ, որ այն տղայի պատմությունն ով փրկվեց, մեկին մեկ հիշեցնում էր 3 հրաշագործներին, 3 եղբայրներին, որոնք հատում էին գետը եւ հանդիպեցին մահին։ Այս թեորիայում կպարզենք, որն էր Ալբուս Դամբլդորի գաղտնիքը։ Հարի Փոթերի ֆաները խորացել ու կարողացել են գտնել այս գեղեցիկ միաձուլումը ֆիլմի եւ հեքիաթի միջև, ու այն դարձրել են ամենահայտնի ու ամենաաղմկահարույց թեորիաներից մեկը։ Ըստ խոսակցությունների այն անգամ հաստատել է պատմության հեղինակ Ջոան Ռոլինգը։ Եվ այսպիսով լինում է չի լինում 3 եղբայրներ են լինում, ովքեր իրենց միասնության ու կախարդանքի շնորհիվ միակն են լինում, որ չեն ընկնում մահվան թակարդն ու հյուսում են կամուրջ գետն անցնելիս, ինչով էլ զարմացնում ու զայրացնում են մահին։ Եվ նա որոշում է եղբայրներին փորձել ու տալիս մահվան 3 պարգևները՝ ամենահզոր կախարդական փայտիկը մեծին, սիրեցյալին վերակենդանացնող քարը միջնեկին ու իրան տեսանելիության թիկնոցից մի փոքր կտորել փոքրին։ Եվ մենք Հարի Փոթերի պատմության ընթացքում այդ ամենի ականատեսն ենք լինում, թե ինչպես են 3 եղբայրները հանդիպում մահին, նույն ինքը Դամբլդորին, ու տեսնում, թե ինչպես է նա ամեն մեկի հետ մի պայման կապում։ Հայրդ մահից առաջ սա ինձ մոտ էր թողել։ Եկել է ժամանակը, որ քեզ վերադարձնեմ։ Ճիշտ օգտագործիր։ Ամեն մեկին մի մահվան պարգև տալիս ու հետևում իր ստեղծած իրադարձություններին։ Վոլդեմորտը, որ ձգտում էր անմահության, վերջապես հասնում է ամենահզոր կախարդական փայտիկին ու մտածում, որ հասել է իր նպատակին լինել անմահ ու ամենահզոր կախարդը, ինչպես մեծ եղբայրն արեց ու ինչպես նա պարտվեց մահին։ Դու ես սպանել Դամբլդորին, Սևերուս։ Քանի դեռ դու ողջ ես, ավակ փայտիկը չի կարող իսկապես իմը լինել։ Դու լավ եւ հավատարիմ ծառա ես եղել, Սևերուս։ Սակայն միայն ես կարող եմ հավերժ ապրել։ Սևերուսն իր սիրեցյալին չկորցնելու համար պայման է կնքում մահվան հետ, խոստումով, որ կծառայի իրեն ամբողջ կյանք։ Իր պատրոնուսն էլ լինում է ապացույցն այն բանի, որ այդքան տարի հավատարիմ է եղել իր սիրուն, ու նրան երբեք չի մոռացել, եւ իր կյանքը տալիս հանուն իր Լիլիի, ինչպես Միշնեկ եղբայրն արեց ու ինչպես նա պարտվեց։ Նա մտադրված է հետապնդել եւ սպանել նրանց։ Թաքցրեք նրանց, թաքցրեք բոլորին, աղաչում եմ։ Ինչ կտաս ինձ փոխարենը, Սևերուս։ Ամեն բան։ Իսկ Հարին ստանում է անտեսանելի թիկնոցը, ինչպես հեքիաթում, այդպես էլ իր պատմության մեջ է ասվում, որ թիկնոցն իրեն տալիս է նա, ում այլևս դա պետք չէ, ու նա ճիշտ կիրառելով այն դեռ փոքր հասակից կարողանում է այդ թիկնոցի միջոցով զարմացնել մահին, եւ իր խոչընդոտների մեծամասնությունը հենց դրա միջոցով էլ հաղթահարում է։ Ապա, երբ ժամանակը գալիս է իր կամքով գնում եւ ընդունում է մահը, հանդիպում նրան ինչպես հին ընկերոջ, որից հետո էլ վերադառնում ու հաղթում է խավարի լորդին, ում հույսն ամենահզոր կախարդական փայտիկն էր։ Ահա թե ով էր տիրապետում միաժամանակ մահվան 3 պարգևներին, ահա թե ում գաղտնի խաղն էր սա, Դամբլդորի։ Սպանիր ինձ։ Նա այդ մահն էր, որ որոշեց փորձել նրանց 3-ին, ովքեր կյանքի մահվան խաչմերուկում խորամանկեցին իրեն, Հարին ողջ մնաց դեռ փոքր տարիքում, Վոլդեմորտը Հոգրուքսների շնորհիվ, իսկ Սևերուսն իր երկակի գործակալ լինելու, ու քանի որ Ալբուսն էր մահն ու դա իր խաղն էր, դրանով էլ բացատրվում է պատճառը, ինչու նա այդպես էլ չէր վերացնում մթին ուժերին ու չէր պաշտպանում դպրոցն ամբողջովին։ Նրան պետք էր Վոլդեմորտը Սևերուսն ու Հարին անցնեին այդ ճանապարհով ու դրա միջոցով փորձվեին եւ համապատասխան դասեր քաղեին։ Մտածեք ինքներդ, ինչպես Դամբլդորի պես հանճարը կկազմակերպեր իր մահը, եթե այդքան վստահ չլիներ իր պլանի վրա։ Միթե նա միայն Սևերուսի հավատարմության հույսով դա արեց։ Կարծում եմ ոչ։ Կամ ինչի համար հենց նա հանդիպեց ավելի ճիշտ դիմավորեց Հարիին Քինգ Քրոս կայարանում, ինչպես տղան նկատեց մահվան սահմանագծին։ Ինչի համար է հենց Դամբլդորը նրան բացատրում, թե որտեղ են գտնվում, ինչպես նա գիտեր, որ Հարին կարող է ընտրություն կատարել մնալ գնալու միջև, թե նա էր դա թույլ տալիս։ Դեռ առաջին ֆիլմում Հարի ու իր ընկերների իրադարձություններն այնպես են դասավորվում, որ նրանց ճանապարհը նմանվում է քվեստի,
Կարծես դա հատուկ մտածված նախապատրաստում էր ավելի բարդ ու մեծ քննության։ Միթե նա, որ ամենահզոր ստրատեգներ ու մեծագույն կախարդներից մեկը, պատահման բեր Հագրիդին ասել, որ Փոթերին իր հետ տանի գրինգոտսների բանկ, երբ վերցնում էր վերակենդանացնող քարը։ Միթե պատահականություն էր, որ Հերմիոնեն առաջին կուրսի ուսանող էր ու արդեն գիտեր ինչպես ազատվել դժոխային տաղեղներից, ու հենց այդ ժամանակ նրանց հանդիպեց փորձությունը։ Դե իհարկե Ռոնը, որ ամենալավն է շախմատից, պատահաբար կանգնեց այդ տախտակի վրա, կամ Հարին, որ ամենաարագ թռչողն է, շատ պատահաբար տեսավ թռչող ավելն ու բռնեց բանալին։ Ըստ այս վարկածի իհարկե ոչ, ոչինչ էլ պատահական չէր։ Դա մահվան, նույն ինքը Ալբուս Դամբլդորի գաղտնիքն ու խաղն էր, որ սկսվել էր դեռ Թոմ Ռեդլի ժամանակից, շարունակվեց Սևերուսով ու հասավ իր տրամաբանական ավարտին։ Հարի, այսինքն փոքր եղբոր հաղթանակին։ Չխղճաս մահացածներին, Հարի։ Խղճա ապրողներին։ Եվ բոլորից առավել նրանց, ովքեր ապրում են առանց սիրո։ Ինչ խոսք, այս ամենը շատ հետաքրքիր ու գրավիչ է հնչում, սակայն թեորիան ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ Ռոլինգը չի հաստատել այն։ Նա միայն հարցազրույցներից մեկում ասել է, որ այդ մեկնաբանությունը հետաքրքիր է ու այն կարող է ազդել ընթերցողի ընկալման վրա։ Այնուհետև պարզեցի, որ այս ամենին հաջորդում է ևս մի վարկած, ըստ որի Հարին, Վոլդեմորտն ու Սևերուսը ոչ թե հենց նույն երեք եղբայրներն են, այլ նրանց պատմության նման ճակատագիր ունեցող այլ ժամանակի հերոսներ։ Եվ Դամբլդորն իրապես շատ նման է մահին, բայց մահը չէ։ Եվ սա ավելի խելամիտ վարկած եմ համարում։ Ամեն դեպքում, որ տեսանկյունից էլ նայում ենք, կարծում եմ միտքը հետաքրքիր է։ Այն, որ մեծ ուժի առկայությունը չի փրկում մահից, ոչ էլ ինչ-որ քար կարող է մեռածին կյանք տալ։ Եվ ամենակարևորը, մահվանից կարելի է թաքնվել կամ խուսափել, գտնվելով իր իսկ պաշտպանության տակ։ Ինչպես խորամանկեց փոքր եղբայրը, նրա դեմ օգտագործելով իր իսկ զենքը, բայց կար ավելի կարևոր մի բան, երբ ժամանակը գալիս է ինչպես նա, այնպես էլ Հարին, չեն փնտրում միջոցներ մահվանից խուսափելու, ավելորդ դիմադրելու, փոխարենը դիմավորում են նրան հաղթած ու հանդիպում հին ընկերոջ պես, զոհաբերում իրենց հանուն ինչ-որ մեկի, փոքր եղբոր պարագայում դա իր որդին էր, իսկ Հարիի պարագայում իր ընկերներն ու դպրոցը։ Դուք դիտում էիք թեորիան, միացեք ալիքին, եկեք միասին հավաքենք 1000 հետևորդ, լայքեք ու ցանկության դեպքում տարածեք մեր տեսանյութերը, մեկնաբանություններում գրեք, որ ֆիլմի կամ հերոսի մասին թեորիա կցանկանաք լսել։ Գրեք, որքանով ձեզ դուր եկավ այս միտքը։